ինչ փոփոխություն են բերել։ Տրամադրության առումով փոփոխությունը այն է, որ մեր երիտասարդության կողմից արտահայտի արձագանքներ էր լինում այսպիսի ծանրային տրանսպորտային քաղաքականությունը մտցնելու Երևան քաղաքում ծանրով տեղաշարժելու հնարավորություն ստանալու համար։ Եվ մեր երիտասարդությունը սպասում է երկար ժամանակ որոշակի ձևով խնդրին լուծում տալու համար։ Քանի որ 2005 թվականին կառավարության կողմից նաև ծանրային տրանսպորտի զարգացման քաղաքականությունը մտցնելու համար կար նաև կառավարության որոշում եւ մեր քաղաքապետը միշտ կողմնակից լինելով նորություններին, փոփոխություններին եւ միշտ լինելով երիտասարդական կողքին, ընդառաջ գնալով որոշեց, որպեսզի այս քաղաքականությունը իսկապես զարգացում տալու համար փորձական եղանակով ստեղծել հեծանվային տրանսպորտի երկուղի, որը հետագայում արդեն ավելի մանրամասն ուսումնասիրությունների արդյունքում կտեսնենք, թե ինչ հնարավորություններ ունի, ինչպիսի լուծումներ կտանք հեծանվային տրանսպորտի զարգացման համար, որը նպաստում է մթնոլորտի արտադրության իջանալուն եւ բնապահպանական խնդիրների լուծմանը։ Այսօր այս երկուղին, որ այս ուղին, հեծանվային ուղին, որը որ մենք նախատեսել ենք, ունի որոշակի անհարմարավետություններ, որովհետև այն եւ հետիոտների հետ է համընկնում, ինչ որտեղ իրեն ուղղություն է, բայց քանի որ նորից եմ ասում, փորձնական է, կլինի որոշակի դժվարություններ եւ շփման անհրաժեշտություն կա։ Երթուղին սկսվում է այս հատվածից, որտեղ մենք կանգնած ենք, այսինքն Մոսկովյան փողոցի սկզբնական մասից եւ շարունակվել է մինչեւ Օղակաձև զբոսայգու վերջին հատվածը, ասում եմ մոտավորապես արևելք կիլոմետրի հարևանությամբ։ Կիլոմետրաժը մոտավորապես 2.5 կիլոմետր։ Չէ, կարծում եմ երբ հնարավորություն կգնաց աշխատանքի։ Ես չեմ կարող ասել, կգնամ, թե չեմ գնա, որտեղ ես ինքս այսօրվա վիճակով հեծանի պետքս վարել, չգիտեմ, բայց կարծում եմ, որ շատ-շատերը կգնան եւ մեծ այդ ամենը ցույց կտա կյանքը, ցույց կտա այս փորձնական հեծանվային ուղիս պատրաստելը, որը հնարավորություն կտա։ Պարտադիր չէ, որ բոլորը հեծանվով գնան, բայց եթե այս մեր բնակչության մի մասն էլ հեծանվով գնա եւ չօգտվի իրեն անձնական տրանսպորտային միջոցից կամ այլ տրանսպորտային միջոցից, կարծում եմ, որ բավականին օգտակար է։ Իսկ հատուկ կանոններ լինելու են նրանց համար, պետավտոտեսիչներ օրինակ նրանց կանոններով են։ Ոչ, կա հատուկ կանոններ, այսպես է, գծանշված է, կան նշաններ, ճանապարհային երթուղության նշաններ տեղադրված, որոնց պետք է ենթարկվեն այդ հեծանվորդները եւ այդ ուղու հատվածով պետք է իրենք տեղաշարժվեն։ Կայանատեղիներ կառուցվելու են այդ հեծանվորդները։ Կայանատեղիներ նախատեսված է այս սկզբնամասում եւ վերջնամասում կա այստեղ նախատեսված կայանատեղի, որը դուք արդեն կարծում նկատեցիք, եւ մյուս կայանատեղի նախատեսված է ուղեկցի վերջում։ Իսկ վարձույթով Ինչպես? Վարձույթով հեծանիվներ տրվելու են այստեղ եւ այնտեղ, որպեսզի կարողանան ուղղակի զբոսնել։ Առայժմ չէ, ուղղակի սա սիրողական նպատակով ովքեր որ ունեն հեծանիվներ եւ ձգտում ունեն վարելու, իրենք են փորձում։ Հետագայում եթե կլինի ցանկություններ, կարծում եմ, որ այդ հարցը հետագա հարց է։ Հաջորդ հեծանիվային ուղին որն է, նախապատրաստել։ Առայժմ մենք քանի որ փորձնական ուղի ենք պատրաստել եւ մենք պետք է ուսումնասիրենք, տեսնենք դրա հետագա զարգացման ընթացքը ինչպես կլինի, հետագայում դուք կարող եք խոսել հետագա ուղիների մասին։ Ես քանի որ մի փոքր